Զանգակ գրատանը նստելու տեղ չկա, բոլորն ուզում են լինել Նարինե Աբգարյանի նոր գրքի ծնունդին։ Հայրենի Բերդի բարբառով ամենասիրուն, նաև ամենաողբերգական օրերի մասին է Նարինեն պատմում իրեն բնորոշ սուր հումորով։ Հեղինակի ապրել ժողովածուն վիպակի ու պատմվածքների միքս է։ Ամեն պատմության վերջում հաջորդ պատմվածքի հերոսն է հայտնվում։ Սա գիրք է պատերազմի ժամանակ ողջ մնացածների մասին, նաև չփրկվածների։ Նարինե Աբգարյանի պատմվածքների հերոսների մի մասն ունեն նախատիպեր, ինչ որ պատմություններ ինքն է վերապրել։ Վշտի մեջ մարդը մենակ է, ապրումների մեջ մենակ է։ Մենք հիմա շատ բավականին դժվար ժամանակներ ենք ապրում, եւ ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ ընթերցի այս գիրքը, հասկանա, որ իր ապրումները միայն իր ապրումները չեն, որ իր մոտը կան ուրիշ մարդիկ, որոնք պատրաստ են իրեն գրկել, փարատել, եւ ընդհանրապես ես շատ կուզեի մեր ազգին ապրելու լիցք տալ։ Եվ եթե այս գիրքը տա այդ լիցքը, ես շատ երջանիկ կլինեմ։ Նարինե Աբգարյանի ապրել ժողովածուն Նյումեկ հրատարակչության 200-րդ գիրքն է։ Հրատարակչությունը արդեն հեղինակի 7 գիրք է տպագրել։ Ապրել գրքում 31 պատմվածք է, ժողովածուն Բերդ քաղաքի մարդկանց մասին է, պատերազմի սարսափը տեսած, խելագարված որդիների, մայրերի, սիրելիների կորստից։ Մարդիկ, որ ամենամութ օրերն են ապրել, բայց եղել ուժեղ թիկունք ռազմաճակատում կռվող զինվորի համար։ Նարինե Գիժլարյանն է փայլուն հասկացել գրքի հեղինակին, նրա մտքերը թարգմանել հայերեն։ Շատ կարևոր է, որ այսօր մարդիկ ընթերցում են, որովհետև ընթերցողություն դարձել է մի քիչ պրոբլեմատիկ եւ առավել եւս շնորհակալություն գործընկերներին, որոնք ունենալով ընտրություն հովանավորել գիրքը, թե ռեստորան, թե ինչ որ մի ուրիշ բան, ընտրում են գիրքը, դա շատ կարևոր է։ Իսկապես շատ շնորհակալություն ձեզ, որ գրքերին այդպիսի ուշադրություն եք դարձնում, դա շատ կարևոր է։ Ես կուզեի խորին շնորհակալություն հայտնել Արգոյին, որովհետև ճիշտն ասած միշտ անսպասելի է, որ գտնվում են մարդիկ, որոնք այս տեխնիկական դարում խելագար ընթերցում են, ձեռք են մեկնում գրողներին, ձեռք են մեկնում հրատարակիչներին եւ հավատում են գրքին։ Գրքի գլխավոր գործընկերը անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունն է։ Ընկերության համար կարևոր է, որ արժանի հեղինակների գրքեր թարգմանվեն հայերեն։ Որևէ կարևոր գործի մասնակից դառնալը եւ Argo Realty-ն, որ արդեն 17000 ընտանիքի համար տուն է կառուցել, կարևորում է ոչ միայն բնակֆոնդի թարմացումը մեր երկրում։ Argo Realty ընկերությունն իր գործունեության 16 տարվա ընթացքում մշտապես ձգտել է կանգնել տարբեր նախաձեռնությունների կողքին եւ Նարինե Աբգարյանի ապրել պատմվածքների ժողովածուի հրատարակման գլխավոր գործընկերը դառնալը եւս բխում է մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունից, ինչու Նյումեկ հրատարակչության հետ համագործակցություն եւ ինչու Նարինե Աբգարյանի այս ժողովածուն մի պարզ պատճառով, որ Նյումեկ հրատարակչությունը կարողանում է ճիշտ ժամանակին որսալ գրական հետաքրքրությունները եւ առավել եւս Նարինե Աբգարյանը երբ գրում է պատերազմի մասին, այս հետ պատերազմյան իրավիճակում կարծում եմ այս ստեղծագործությունը շատերին բազմաթիվ բացահայտումներ անելու, մտորելու հնարավորություն կտա։ Գործընկերները մեր համար կենսական նշանակություն ունեն, որովհետև գործընկերների հատկացրած միջոցները հնարավորություն են տալիս մեղմելու հրատարակչական ծախսերը։ Եվ եթե չլիներ այս դեպքում Argo ընկերությունը, ապա գիրքը կարժենար մոտ 40% ավելի։ Հետևաբար Argo ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այս որոշումը, որը մեր համար իհարկե շատ հաճելի էր եւ իհարկե շատ ողջունելի, շատ ավելի մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի։ Այսինքն ինքը աջակցում է ոչ միայն հայկական բովանդակության ստեղծմանը, այլև այդ բովանդակությունը դարձնում է առավելագույնս մատչելի, առավելագույն մեծ լսարանի համար։ Նրանք սիրում են Նարինեի պատմությունները, որ ներթափանցում են իրենց հոգու ամենախոր անկյունները։ Մարդիկ անգամ երեխաների հետ հերթ են կանգնում, որ հեղինակը ստորագրի գրքերի վրա, ինքնագիր թողնի։ Շատ հուզված են արցախցիները, գրքում պատմություններ կան, որոնց հերոսները կարծես իրենք լինեն։ Ումա Նարինե Աբգարյանը այդ անկեղծության մասին է, իր գործերը հայ կնոջ անկեղծության մասին է, բայց այդ անկեղծության մեջ ամենաուժեղը լինելու, ամենազգայունը, բայց ամենապետքական ժամանակներում, պետքական պահին այդ զգայունությունը մի կողմ դնելու եւ շատ ձիգ լինելու մասին է։ Հեղինակին կբնորոշեի որպես աուտենտիկ, ինքը այնքան լավ է նկարագրում իր հերոսներին, որ գիրքը կարդալուց ոնց որ խոսում ես
այդ հերոսների հետ տեսնում ես հերոսների կյանքը առանց հեղինակի միջնորդավորված ներկայության ապրել պատմվածքների ժողովածու, որ ինքը ամենակարճն է, պատմված կա, որ 2-3 էջանոց է, ես չեմ կարողացել մինչև վերջ կարդալ, որտեղ ինքը շատ ծանր էր ինձ համար։ Ծանր է գրել պատերազմի մասին, խոստովանում է Նարինե Աբգարյանը։ Պատերազմի մասին գրել նշանակում է նայել մահվան աչքերի մեջ ու փորձել չփախցնել հայացքը։